այն ինչ կա ու ինչ եղել է, քաղաքի հնագույն տեսքը ձեռքի հպումով ծածկում է նորը, երիտասարդ հնագետների խմբի հնարքով։ Ներկայումս այսպիսի տեսք ունի և ինչպես է եղել անցյալում, իր արձանիկներով, որմնանկարներով հանդերձ։ Մենուայի որդու ձեռակերտ քաղաքը այս հնարքով նաև գրքույկից կգրավի զբոսաշրջիկներին, իսկ հուշարձանի շուրջը Երևանի մասշտաբով երկնաքերեր են։ Քաղաքի նոր նախագծողներն ասում են, թեև կենտրոնը շենքերով գերհագեցած է թվում, կառուցապատումը դեռ կշարունակվի։ Բոլորս էլ հասկանում ենք, որ քաղաքի կենտրոնը ավարտված չէ եւ պատահական չէ, որ մինչեւ 25 թվականի հեռանկարները մենք ունենք խնդիր կենտրոնական բոլոր հատվածները հնարավորինս բերել ավարտական կառուցապատված վիճակի։ Ճանապարհային ցանցի նորություններից Կրկեսի խաչմերուկի, նախկին կինոհայրենիքի ու Ֆրանսիայի հրապարակների վերակառուցման ծրագրերն են։ Լենինգրադյան Իսակով մայրուղու բարեհաջող շահագործումից հետո կմեկնարկի շարունակությունը Իսակով Արշակունյաց հատվածը։ Ունենք խնդիրներ մի քանի հրապարակների տակ, Շահումյանի հրապարակի տակ, միգուցե Հանրապետության հրապարակի տակ, Կայարանի հրապարակի տակ ստորգետնյա ավտոկայանատեղերի նախագծման եւ կառուցման համար։ Հռոմից հին քաղաքի հրապարակները փորելը սակայն վտանգավոր է։ Մեկ էլ տեսար այսպիսի մի հրաշք դարձավ ավտոկայանատեղի։ Քաղաքային իշխանությունների կողմից որդեգրած մայրաքաղաքի համաչափ զարգացման քաղաքականության արդյունքում իրականացվող աշխատանքները էականորեն նվազեցրել են ծայրամասերի եւ կենտրոնի հույքերի գների միջև եղած տարբերությունը, բարձրացնելով քաղաքի ծայրամասում գտնվող բնակարանների շուկայական արժեքը։ Поговорил с жителями Երևանը։ Խոսեցի Երևանի բնակիչների հետ եւ զգացի, որ այստեղ առողջ լավ մթնոլորտ է, քաղաքը զարգանում է։ Քաղաքապետն ասում է, փողոցը, շենքը, բակը, խաղահրապարակը, կանաչ տարածքը ոչ միայն զուտ ապրելու, այլև ավանդույթներ ձևավորելու համար են։ Այդ նպատակին հասնելու համար վերջին տարիներին շատ են աշխատել, մինչև 2025-ը կանեն ավելին։ Աննա Բալյան, ՀԱՐՊ Միքայելյան, ժամը լրատվական։